Մանկական երկաթուղի շարժումը պետք է գեղեցիկ հագնվեր, որ ուշադրության մեջ գրավվեր։ Այսօր մի խումբ երեխաներ ուղեկցում էին իրենց հասակակիցներին վերանորոգված մանկական երկաթուղու գնացքի վագոններում։ Երևանի մանկական երկաթուղին տեղակայված է Խաչատուր Աբովյանի անվան զբոսայգում Հրազդանի կիրճում։ Այսօր տեղի ունեցավ վերանորոգված մանկական երկաթուղու պաշտոնական բացումը, սակայն երկաթուղին կսկսի գործել օգոստոսի 5-ից երկաթուղայինների միջազգային օրվա առթիվ։ Երկաթուղին Այո, շատ մեծ տեղ ունի իմ կյանքում։ 28 տարի աշխատում եմ երկաթուղայինին։ Ես սիրում եմ իմ աշխատանքը։ ամսի 5-ին ասացիք ձեր տոնն է։ Այո, ամսի 5-ին երկաթուղայինների տոնն է։ Ամեն տարի նշում եք Ամեն տարի նշում են պարտադիր։ Շատ ժամանակ լինում է, որ գնացքում ենք տոնին, ընթացքի վաղտին, քանի որ գործի ենք լինում։ Արդեն վերանորոգվել են մանկական երկաթուղում շահագործվող շոգեքարշն ու ջերմաքարշը և 3 ամառային վագոններ։ Երկրորդ փուլով վերականգնվելու է երկաթուղու կայարանի շենքը։ Հարավկովկասյան երկաթուղի ՓԲ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը նշեց, որ այս մանկական երկաթուղին պատմական վայր է և այսօր այստեղ կարևոր է մեր երեխաներին տեսնելը։ Главное, что мы сегодня здесь видим, это детей. Это место историческое. Նաև հավելեց, որ իրենք մյուս տարի նախատեսում են պատանի երկաթուղայինների դպրոց հիմնել։ Երևանում մանկական երկաթուղին բացվել է 1937 թվականի հունիսի 9-ին։ Երկաթուղում գործում է 2 կայարան՝ հայրենիք և պիոներական, 1 կառամատույց ուրախություն և 45 մետր երկարություն ունեցող 1 թունել։ Ուղեկցորդներից Էլենի ու Էրիկի հետ զրուցեցինք, ովքեր պատմեցին այսօրվա իրենց պարտականությունների մասին։ Չեմ թողել որ կախվեն գնացքից, չեմ թողել որ կանգնեն, այդտեղ վեր գնային եւ այդքան։ Դե որ պետք է չթողնեն որ կախվեն կամ չվեր կենան իրենց տեղերից։ Չեն կարելի կախվել։ Հետո եւ չկանգնել։ Կարող է գնացքը կանգնել, ռեսկի տորմոստալ եւ երեխաները ընկնել։